Ամնու լրատվականին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում տեղ ունեցած ողբերգական պայթյունի գործով նոր քրեական գործ է հարուցել։ Ինչ պետք է անեին քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մամլի պաշտոնատար անձիկ, որ կանխվեր առևտրի կենտրոնի պայթյունը եւ 17 անձ չմահանար։ Մեր ձեռքում է հայտնվել հակակոռուպցիոն կոմիտեի արձանագրությունը, որով նախաքննական մարմինը նախաձեռնել է քրեական վարույթ ու քննում է, թե ինչու տեսչական մամլի իրավասու պաշտոնատար անձիկ աճ փակեցին առևտրի կենտրոնի խախտումների վրա, որոնք ճակատագրական դարձան 17 քաղաքացու համար։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղ ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղ ունեցած պայթյունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացած քրեական վարույթի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ին Երևանի պահածոների գործարան ՓԲ-ի տնօրեն ԻՄ-ն հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ Երևանի պահածոների գործարան ՓԲ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողներ, որոնց պահեստային տարածքում առաջացել էր պայթյունը։ Խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։ Ժողովուրդ օրաթերթը դեռևս տարիներ առաջ հրապարակել էր, որ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավաբանները այդպես էլ չկարողացան առաջ քաշել։ Նշենք նաև, որ մահացածի հարազատները դիմել էին իրավապահ մարմիններին եւ մտահոգություն հայտնել, որ Ռազմիկ Զախարյանի որդին Արթուր Ռազմիկի Զախարյանը, ով նախկինում աշխատել է դատախազությունում, մեծ կապեր ունի եւ կարծում ենք, որ նա միգուցե ազդում է սույն գործի վրա։ Ինչևէ փաստ է, որ սեփականատերերը պատասխանատվության չենթարկվեցին եւ հակակոռուպցիոն կոմիտեում նոր քրեական վարույթ է նախաձեռնվել ողբերգական պայթյունի գործով։